Բարի լույս ելի հեռուստադիտողներ, ուրախ եմ, որ ձեր առավոտը սկսում եք հենց մեզ հետ։ Այսօր դարձյալ կարևոր թեմաներից ենք խոսելու եւ ձեզ հետաքրքիր նորություններ պատմելու։ Մեր առաջին թեման երկու վարպետների յուրահատուկ ընկերության մասին է, որը ներկայացվել է ցուցահանդեսի միջոցով։ Քանդակագործ նկարիչ Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը եւ քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի արվեստի հիմնադրամը համատեղ ներկայացնում են Իսկանդարյան Նիկողոսյան արվեստ եւ ընկերություն ցուցահանդեսը։ Այժմ մշակութային այս յուրօրինակ իրադարձության մասին կզրուցենք Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի տնօրեն արվեստաբան Լիլիթ Հովհաննիսյանի հետ։ Բարի առավոտ Տիկին Հովհաննիսյան, ուրախ եմ, որ մեր տաղավարում եք։ Բարի լույս, շնորհակալություն հրավերի համար, միշտ հաճելի է գտնվել այստեղ։ Ինչպես եք սկսել ձեր առավոտը արվեստով լի, հիմնադրամի խառը գործերով, գուցե ցուցադրության ինչ-որ աշխատանքներով դեռ որոնք կատարվում են։ Այդ բարեբախտաբար այդ խառը նախապատրաստական պահերը արդեն անցել են եւ առավոտը սկսվել է հրաշալի սուրճ վայելելով։ Հրաշալի է ուրեմն։ Եկեք խոսենք ցուցահանդեսը իրականացնելու գաղափարից առհասարակ, ինչպես առաջացավ այդ գաղափարը, որ պետք է ցուցահանդեսը իրականանա։ Շատ լավ, ասեմ, որ մեր հիմնադրամը, Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը հիմնադրվել է 2018 թվականին, բայց հանրության առջև իր դռները բացել է 2019-ին եւ այդ բացումից ի վեր միշտ գաղափար է եղել մեր արվեստային տարածքում կազմակերպել Խաչատուր Իսկանդարյանի ցուցահանդեսը, ներկայացնել նրա բազմաշերտ եւ յուրօրինակ արվեստը, բայց տարբեր հանգամանքներով միշտ չի հաջողվել միայն նրա գործերի ցուցահանդես կազմակերպել, տարբեր նկարներ ցուցադրվել են նախագծերի շրջանակում, բայց առաջին անգամ է, որ այսպես լայնածավալ ներկայացնում ենք նրա ստեղծագործական այդ ժառանգությունը։ Քանի որ նա երկար տարիներ եղել է Նիկողոսյանի ընկերը եւ նրանց ընտանիքի մեծ բարեկամը, այդ միտքը միշտ եղել է Իսկանդարյանին ներկայացնել Նիկողոսյանի անունը կրող հիմնադրամի տարածքում։ Այ հենց ես դրանից էլ ուզում էի խոսել, թե ինչ աստիճան մտերմության մասին է խոսքը եւ ես գիտեմ, որ նրանք միմյանց նվիրված աշխատանքներ ունեն, հեռուստադիտողին մեր նաեւ դա ներկայացնենք։ Այո, իհարկե։ Նիկողոսյանը եւ Իսկանդարյանը ընկերություն են արել 75 տարուց ավելի։ Այսինքն նրանք Բաքում հանդիպել են, Բաքում խաղացել են եւ նրանց ամբողջ կյանքի ընթացքում շարունակվել է այդ ընկերությունը, երբ որ նրանք ամեն մեկը իր ոլորտում դարձել է քանդակագործ, նկարիչ, ճամփորդել է աշխարհի տարբեր երկրներում, ամեն մեկը իր ուրույն խոսքն է ասել հայ քանդակագործության, ընդհանրապես հայ կերպարվեստի զարգացման մեջ, նրանք 20-րդ դարի երևելի վարպետներ են երկուսն էլ, բայց այդ ամենը ընդհանրապես ոչ թե խանգարել է, այլ միայն նպաստել է նրանց ամուր ընկերությանը։ Դա զարմանալի փաստ է, թե ինչպես են երկու մեծ արվեստագետները մի կողմ թողնելով մրցակցությունը, չէ, ներքուստ կարող է ինչ-որ ստեղծագործական նախանձը կամ ինչ-որ մի բան։ Այո, որը տարածված երևույթ է։ Այո, նրանց հարաբերություններում ինչպես փաստում են թե ընտանիքի անդամները, թե հուշերը, թե նամակները, թե արխիվային տեսանյութերը, երբ դիտում ես, ընդհանրապես նման բան չի եղել։ Իսկ ինչ եք կարծում միմյանց ճակատագրերի մասնագիտական կողմնորոշման առումով, ճակատագրերի վրա միմյանց կարողացել են ազդել ընկերները, երկուսն էլ նույն ուղին են բռնել մեծ հաշվով։ Երկուսն էլ կարծես նույն ուղին են բռնել, բայց Խաչատուր Իսկանդարյանը ավելի շատ հայտնի է որպես մանր պլաստիկայի ոլորտում ստեղծագործած մեծ վարպետ, նա հրաշալի մանրաքանդակների շարք ունի նվիրված հին Երևանին, տարբեր հետաքրքիր կոլորիտային թեմաներով արված հրաշալի գործեր ունի, ինչպես նաև նա շատ նկարել է իր արտասեմանյան շրջագայությունների ժամանակ, նա սիրում էր ասել, ես քանդակում եմ իմ հայրենիքում եւ նկարում եմ դրսում, եւ այդպես բազմաթիվ աշխատանքներ են կուտակվել ճամփորդելու ընթացքում, իսկ Նիկողոսյանը կյանքի բերումով այնպես է ստացվել, որ հիմնականում ապրել եւ ստեղծագործել է Ռուսաստանում, Մոսկվայում, ուսումն առնելուց հետո մնացել է այնտեղ եւ նա հրաշալի վարպետ է թե մոնումենտալ քանդակագործության ասպարեզում, նա Հայաստանին նվիրել է իր հրաշալի հուշարձանները Եղիշե Չարենցի հուշարձանը
հուշարձանը Ալեք Մանուկյան փողոցի վրա, Միքայել Նալբանդյանի հուշարձանը Նալբանդյան փողոցում, Վահան Տերյանի հուշարձանը Մալաթիա Սեբաստիայում, իր հայրենի գյուղին նա նվիրել է հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիր եւ գյուղն է Նալբանդյան, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղն է, իսկ Գյումրու դրամատիկական թատրոնի արչև դրված Ավետիքի Սահակյանի հուշարձանը, որը փայլուն գործ է, նրան բերել է ԽՍՀՄ բարձրագույն պարգև պետական մրցանակ։ Այսինքն նրանց ստեղծագործելու ասպարեզները մի քիչ տարբեր են եղել, բայց դա ընդհանրապես, ինչպես նշեցի, չի խանգարել նրանց ընկերությանը։ Ահա, եւ ինչ աշխատանքներ ունեն միմյանց նվիրված արվեստագետները։ Մեր ցուցահանդեսի ընթացքում ներկայացնում ենք դիմաքանդակներ, երկու դիմաքանդակ, Նիկողոսյանն է պատկերված, նրան կերտել է Իսկանդարյանը եւ երկու դիմանկար Խաչատուր Իսկանդարյանին նկարել է Նիկողոսյանը։ Բացի այդ, առաջին անգամ սա բացառիկ առիթ է, հանրությունը կտեսնի Իսկանդարյանին որպես դիմաքանդակների մեծ վարպետ։ Ինչպես նշեցին, նրան շատերը գիտեն որպես մանրաքանդակների վարպետ։ 3 ընդհանուր առմամբ ներկայացնում ենք 7 դիմաքանդակ, որոնցից 3-ը ընդհանրապես առաջին անգամ են ներկայացվում հանրությանը։ Եվ դա շատ լավ առիթ է տեսնելու, թե ինչ ճշգրտությամբ, հոգեբանական խորությամբ, նրբությամբ է նա բացահայտում բնորդների ներաշխարհը, նրանց բնավորությունը, ինչ խարակտեր է հաղորդում նա տարբեր նյութերին։ Եվ ներկայացնում ենք 18 գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանք, Ճապոնիայում արված, մեր Բալթյան երկրներում արված, մի խոսքով այսպես շատ բազմաշերտ ցուցադրություն է ստացվել, երբ դուք կարող եք բացահայտել Խաչիկ Իսկանդարյանին թե որպես քանդակագործ եւ թե որպես նկարիչ։ Հետաքրքիր է նաև Խաչատուր Իսկանդարյանի ընտանիքի անդամների, իր գործը պահպանողների, շարունակողների, արձագանքը ինչպիսին է եղել, երբ առաջարկը ձեր կողմից է եղել ցուցադրությունը իրականացնելու առհասարակ։ Այո, առաջարկը մեր կողմից է եղել եւ ասեմ, որ ինձ այս ցուցահանդեսի կայացման, կազմակերպման հարցերում մեծապես աջակցել է Իսկանդարյանի թոռը, նույնպես Խաչատուր Իսկանդարյանը, ով այդ Խաչատուր Իսկանդարյան արվեստի հիմնադրամն է հիմնել եւ նա սիրով եւ պատրաստակամությամբ տրամադրել է այդ բոլոր աշխատանքները, որոնք ներկայացված են մեր թանգարանում եւ շատ շնորհակալ եմ նրան այդ աջակցության համար։ Ցուցադրությունը արդեն 2 օր է, որ գործում է, եթե ես չեմ սխալվում, չէ, որտեղ է ցուցադրությունը, մեր հեռուստադիտողին հուշենք, ցանկասերները, արվեստասերները գնան ցուցադրությունը վայելելու։ Այո, սիրով սպասում ենք բոլորին, մենք գտնվում ենք Սարյան 19-ից 21 հասցեում, կենտրոնում, մենք աշխատում ենք 12-ից 8-ը, սիրով սպասում ենք մեր արվեստասեր հանրությանը։ Այդ 12-ից 8-ը հրաշալի ժամ է, այդ 8-ը մանավանդ, որովհետև սովորաբար թանգարանները 4-5 ամենավերջին ժամը 6-ն է ու աշխատող մասան չի հասցնում լինել։ Այո, տրամաբանությունն այդպիսին էր, որպեսզի աշխատող մարդիկ հնարավորություն ունենան ժամը 6-ից հետո, 5-ից հետո այցելել, կտրվել աշխարհից եւ վայելել արվեստ։ Իսկ ինչպիսին էր արձագանքը արդեն եկողների, տեղում տեսնողների։ Ասեմ, շատ ջերմ դրական արձագանքներ ենք արդեն ստացել։ Նախ ասեմ, որ ցուցադրությունն այնպես է կազմակերպված 3 սրահներում, որ սկզբից քեզ առաջին սրահում դիմավորում են նրանց համատեղ լուսանկարները, արխիվային լուսանկարներ, տարբեր փոքր հասակից կա, թե ավելի հասուն տարիքի ավելի հասուն տարիքի, երիտասարդ եւ ավելի հասուն տարիքի նրանց համատեղ լուսանկարները, որոնցից մեկի վրա ջերմ խոսքեր են մակագրված, մեկը մյուսին ուղղված, այնուհետև անցնում ենք մեծ սրահ, որտեղ էկրանին անընդհատ պտտվում են արխիվային տեսանյութեր, թե ինչպես են նրանք միասին աշխատում, ինչպես են անեկդոտ պատմում, ծիծաղում, ինչպես է Նիկողոսյանը իր 90-ամյակի նվիրված մեծ հանդիսավոր արարողության ժամանակ սրահում դիմում ընկերոջը ասում իմ միակ հավատարիմ եւ ազնիվ ընկերը ամբողջ կյանքում, նախանձելի ընկերություն է, ասում է ով Երևանից եկել կտրել հասել է Մոսկվա այս ճանապարհն անցել է, որ ներկա գտնվի իմ 90-ամյակին
ու ամբողջ կյանքի ընթացքում Նիկողոսյանի նկարած դիմանկարները, որ նա պատկերել է Իսկանդարյանին, այդ ամենը էկրանին պտտվում է։ Իսկ նորարար տեխնոլոգիաներ կիրառվել են ցուցադրության համար։ Բացի այդ էկրանային վիճակը, ճիշտ ասած, այդ նորարար տեխնոլոգիաների հնարավորությունը ունի հիմնադրամը, այսինքն դասական գեղեցիկ ցուցադրություն է ստացվել։ Մարդիկ կարող են դիտել լուսանկարները, դիտել այդ ֆիլմերը եւ անցնել արդեն դիտել այդ թե համատեղ դիմանկարներն ու դիմաքանդակները, թե ընդհանրապես Իսկանդարյանի աշխատանքները։ Մենք արդեն բավական խոսեցինք իրենց կատարած աշխատանքների ունեցած ներդրումների մասին, ես կուզեի Հայաստանում ունեցած ընդ որում ներդրումների մասին, արդեն քանդակների մասով խոսեցինք, հա, Տերյան Իսահակյան անվանի անուններ տվեցիք դուք։ Ես կուզեի նաև համաշխարհային մշակույթի ասպարեզում խոսեինք իրենց ունեցած ներդրման մասին, քանի որ մեկը ճամփորդել է փաստորեն բավական տարբեր տեղերում, մյուսը էլի եղել է արտերկրում։ Մենք համաշխարհային մշակույթի մեջ կարողացել ենք այս երկու արվեստագետներով ներդրումներ ունենալ։ Այո, իհարկե, նշեմ, որ Նիկոլայ Նիկողոսյանը բացի դիմաքանդակների մեծ վարպետ լինելուց, նա մոնումենտալիստ էր, նաև հրաշալի, եւ Մոսկվայում Կուդրինյան հրապարակում կան ստալինյան բարձրահարկեր, շատերը կարող են հիշել այդ շենքերը Մոսկվան արցունքներին չի հավատում ֆիլմից, ակադեմիկոսի շենքը, այո, այդ շենքի վրա տեղադրված են 12 մոնումենտալ քանդակներ, բոլորի հեղինակը Նիկողոսյանն է, դա ինքը կատարել է այդ աշխատանքը 70-ականներին, դրանք ներկայացնում էին մեծ խորհրդային միության տարբեր գաղափարներ, մայրություն, սպորտ, երաժշտություն, մարտիկ, այսպես իրենք շատ մոնումենտալ մտածողությամբ արված հրաշալի աշխատանքներ են եւ այդպիսի աշխատանքներ զարդարում են նաեւ Վարշավայի մշակույթի եւ գիտության պալատի շենքը։ Ասեմ, որ Նիկողոսյանի աշխատանքները զարդարում են աշխարհի բազմաթիվ թանգարաններ, թե Անգլիայում, թե Ռուսաստանում, թե այլ եվրոպական երկրներում։ Մեր ազգային պատկերասրահին նա նվիրել է հրաշալի Մարմարիա Մայա Պլիսեցկայայի քանդակը, որը գտնվում է մշտական ցուցադրության մեջ եւ տարբեր թանգարաններում կան նրա աշխատանքները, որ մարդիկ հնարավորություն ունեն դիտել եւ գնահատել նրա անսահման տաղանդը։ Իսկ Խաչատուր Իսկանդարյանի մոնումենտալ աշխատանքներից կարող ենք նշել Հակոբ Մեղապարտի հուշարձանը Իսահակյան փողոցում, այստեղ էլ տեսեք մանրաքանդակի եւ դիմաքանդակի ասպարեզներում ստեղծագործած քանդակագործը նաեւ հրաշալի իրեն ներկայացնում է որպես մոնումենտալ մտածողությամբ քանդակագործ, այսինքն ինչքան բազմատաղանդ է եղել նա, որտեվ դա հեշտ բան չէ արվեստ ստեղծագործողի համար այդ տարբեր ոլորտներում նման փայլուն գործեր անել։ Եվ ինչպես նշեցինք, շատ է ճամփորդել Իսկանդարյանը եւ աշխարհի տարբեր երկրներում մեծ ծանոթություններ, ընկերներ է ձեռք բերել եւ հրաշալի աշխատանքների շարք է հավաքվել տարբեր երկրներում արված։ Շատ լավ, խոսենք նաև նրանից, թե մինչև երբ է ցուցահանդեսը շարունակվելու եւ ինչպես կարող են ներկա գտնվել մեր հեռուստադիտողները։ Այո, սիրով, ցուցահանդեսը գործելու է մինչև տարեվերջ, դեկտեմբերի 26-ը։ Այդ ընթացքում բոլորը հնարավորություն ունեն դիտելու այս ջերմ, մաքուր, անկեղծ ընկերությանը եւ ոչ պակաս անկեղծ արվեստին նվիրված ցուցահանդեսը։ Բացի համատեղ ցուցադրություններից, էլ ինչ աշխատանքներ է հիմնադրամը ներկայացնում, սովորաբար ցուցադրություններ են տեղի ունենում։ Ասեմ, որ բացի մշտական, բացի այսպես ժամանակավոր ցուցադրություններից, մեր արվեստային տարածքում հաճախ տեղի են ունենում դասական եւ ջազային երաժշտության համերգներ։ Դա մի շատ գեղեցիկ մթնոլորտում նկարներով եւ քանդակներով շրջապատված, այսպես խառը դասավորում են աթոռները եւ մնում է միայն երաժիշտները եւ մարդիկ այդ արվեստով շրջապատված, դա յուրահատուկ փորձ է, այսպես համերգասրահից հետո կամերային գողտրիկ միջավայրում լսել հրաշալի երաժշտություն, ինչպես նաեւ մեզ մոտ անցկացվում են արվեստի մասին դասախոսություններ,
հանդիպումներ արվեստագետների, ասենք կամ ճարտարապետների հետ, այնպես որ մարդիկ կարող են հետևել սոցցանցերում մեր էջերին, Նիկողոսյան Culture Foundation, թե Instagram, Telegram, Facebook, մեր բոլոր առաջիկա միջոցառումների մասին տեղեկացնում ենք մշտապես եւ հետևել եւ ներկա գտնվել մեր միջոցառումներին։ Իսկ կան արդեն ծրագրեր, որոնք պատրաստվում եք նոր կյանքի կոչել, մինչև տարեվերջ կամ գուցե եկող տարվա համար պլաններ կան։ Այո, իհարկե, մինչև տարեվերջ ունենք մի քանի դասախոսություն ժամանակակից արվեստի մասին, ունենք դասական երաժշտության համերգ, դեռ նախապատրաստական փուլում է, Թավջութակ եւ Դաշնամուր, ունենք նաեւ դեկտեմբերի 2-ին մեր մեծ վարպետ Նիկողոսյանի ծննդյան օրն է, այդ օրվա հետ կապված նույնպես միջոցառում ունենք, այնպես որ մինչև տարեվերջ դեռ շատ անելիքներ կան։ Շնորհակալ եմ հետաքրքիր, բովանդակալից եւ արվեստով լի զրույցի համար Տիկին Հովհաննիսյան, սիրելի հեռուստադիտող, հիշեցնեմ, որ մեր տաղավարում զրուցում էինք Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի տնօրեն արվեստաբան Լիլիթ Հովհաննիսյանի հետ։ Նիկողոսյան Իսկանդարյան ցուցադրությունը հասանելի է լինելու մինչև դեկտեմբերի 26-ը, ժամը 12-ից մինչև 8-ը կարող եք այցելել Սարյան 19 գիծ 21 հասցե եւ վայելել երկու հրաշալի արվեստագետների կատարած աշխատանքների հիանալի համադրությունը։ Իսկ այս բային ձեզ կմիանա իմ գործընկեր Աշոտ Սարգսյանը իր արցախյան զրույցներով։